Նիկոլ Փաշինյանի միջազգային տարբեր ամբիոններից, դիտողություններից, պարզաբանում ստանալու ակնկալիքներից հետո Ադրբեջանի իշխանություններն ավելի հաճախակի են կիրառում Զանգեզուրի միջանցք խոսույթը։ Ալիև Բայրամով զույգն ավելի ոգևորված է։ Թյուրքական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն են ներկա։ Ինչու չխոսել, չբարձրաձայնել թուրքական աշխարհը միմյանց կապող ճանապարհի մասին, որն անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ եւ երկրորդ երթուղի միջին միջանցքի հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում։ Բայրամովը թյուրքալեզու գործընկերներին է նաև ներկայացրել Հայաստանին ուղղված նախապայմանները։ Ըստ նրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ըստ ադրբեջանցու ամրագրված են սահմանադրության մակարդակով։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը իբրև թե բացատրել է իր գործընկերներին, թե ինչ է իրենից ներկայացնում Զանգեզուրի միջանցքը։ Այս երթուղին միջին միջանցքի անբաժանելի մասն է։ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակում թրիփի մասին հայտարարությունը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ կապը Զանգեզուրի միջանցքով։ Խաղաղության ձգտող Ադրբեջանը գրեթե ամեն օր աշխարհին տեղեկացնում է, հասկացնում, որ աչք ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, եւ դա է պատճառը, որ ընդլայնում է եւ ավելացնում է իր ռազմական բյուջեն։ Խաղաղություն չէ, սա զինադադար է, որը օգտագործում է Ադրբեջանը, այնպես ինչպես 94-ից 2020 թվականին օգտագործել, զինվել, սպասել առիթին, եւ եթե առիթը գալիս է, իսկ այդ առիթը կարող է գալ, դա կախված է նրանից, թե Իրան Իսլամական Հանրապետությունը ինչքան կկարողանա պահել Սյունիքի անձեռնամխելիությունը։ Իդեպ թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոյևը հայտարարել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ստորագրած համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է։ Էրդողանն էլ ակնկալում է, որ թյուրքական աշխարհն ավելի կարևոր դեր կխաղա տարածաշրջանի կայունության եւ անվտանգության գործում։ Մենք օգոստոսի 8-ին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը համարում ենք դերական քայլ եւ հույս ունենք, որ այն կշարունակվի։ Այս ամենի ֆոնին կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանի եւ Ալիևի Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտության կիրառման խնդիրը։ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել է, թե Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի տարածքին։ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են Հայաստանի տարածքին առնչվում է թրիփ նախագիծը։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Հարցը այո քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում եւ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։ Արևմտյան կիսագնդում ԱՄՆ կոնգրեսականներ Դարել Իսան եւ Գաս Բիլիրակիսը ներկայացրել են Կովկասում լարվածության կանխարգելման եւ փոխգործակցության առաջխաղացման մասին օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի դեմ նոր ագրեսիայի դեպքում։ Հերթական թղթի շերեփը, բանաձևերը ոչ մի բան չեն նշանակում։ Արցախը Ադրբեջան հարձակվեց, Արցախը այնտեղ ամբողջովին հայտարարեցին ինչ-որ մի եվրոպացի ինչ-որ մի բանաձև դրան խանգարել Միսկի խումբը հալտարի ասում էր, որ չպիտի կիրառվեց, հետո ինչ արեց Միսկի խումբը։ Որևէ միջազգային բանաձև Ադրբեջանին չի կանգնեցնելու ագրեսիայի դեպքում, եթե չլիրանի գործոնը։ Իդեպ օրինագիծը դեռ գտնվում է օրենսդրական գործընթացի սկզբնական փուլում եւ դեռ չի քննարկվել կոմիտեներում։ Այն պետք է հաստատեն կոմիտեները, պետք է քվեարկեն ներկայացուցիչների պալատն ու սենատը, մինչեւ ԱՄՆ նախագահի ստորագրությանը ներկայացնելը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։